Թրիփ նախագիծը արդեն հասցրել է գերտերությունների միջև կռվախնձոր դառնալ։ Զինծառայողների բնակապահովման նոր մեխանիզմ պաշտպանության նախարարը մանրամասները հայտնում։ Ոչ գազ ունեն, ոչ սեփականության վկայական Կոմիտաս պարկի բնակիչների բողոքը։ Հայաստանում մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր կարող է արգելվել օրենքով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրասյանի հայտարարությունը։ Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած նոր պատժամիջոցները ներառում են ռուսական նավթի ծովային փոխադրման լիակատար արգելք։ Թրամփի սկանդալային տեսանյութը ցնցել է Միացյալ Նահանգները։ Տարվա ամենասպասված ձմեռային գրական և մշակութային իրադարձությունը նշանավորվել է 4 գրքի շնորհանդեսով։ Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով Երևան-Վանաձոր ճանապարհին հսկայական խցանում է առաջացել։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Արտգործնախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է արտաքին գործերի գերատեսչություն։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել խաղաղության գործընթացում արձանագրված կարևորագույն զարգացումներին։ Նախարար Միրզոյանը ընդգծել է խաղաղության օրակարգի սպասարկման առաջնահերթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ու ամրապնդմանը, բանակցային գործընթացի, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման և նախաստորագրման, Վաշինգտոնյան համաձայնությունների ամրապնդման ուղղված քայլերի և նախաձեռնությունների խթանման միջոցով։ Անդրադարձ է եղել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ինտենսիվ գործընթացին, զարգացումներին և ակնկալիքներին, տարածաշրջանային զարգացումներին, մյուս հարևանների Վրաստանի և Իրանի հետ ռազմավարական գործընկերության զարգացման հարցերին։ Դեռևս թղթի վրա գտնվող Թրիփ նախագիծը արդեն հասցրել է գերտերությունների միջև կռվախնձոր դառնալ։ Ռուսաստանից ևս մեսիջներ են հասնում Թրամփի ուղուն մասնակցության և դրանում իրենց ներդրումն ունենալու վերաբերյալ։ Հայաստանի իշխանությունները սակայն բացահայտ հայտարարում են, որ որտեղ Միացյալ Նահանգներն է, այնտեղ Ռուսաստանը անելիք չունի։ Արևմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների հարավային Կովկասին մերձենալը պլանները Սյունիքում Թրիփի նախագծի իրականացման նկրտումներով ավելի են մեծացնում տարածաշրջանի մյուս պետությունների հետաքրքրությունը այդ նախագծում ընդգրկվելու առումով։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցին ընդառաջ Ռուսաստանից ևս մեսիջներ են հասնում, հետաքրքրվածությունն ավելի է մեծանում Թրամփի ուղուն իրենց ներդրումն ունենալու առումով։ Մոսկվան պատրաստ է քննարկել Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը Թրիփ նախագծին, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը երկաթուղային ոլորտի զարգացման գործում։ Որոշ վերլուծաբանների դիտարկմամբ, սակայն կասկածելի և անհնարին է նախագիծ, որտեղ Միացյալ Նահանգներն է, կարող է տեղ գտնել նաև Ռուսաստանը։ Միացյալ Նահանգների ընդհանրապես արևմուտքի առաջնահերթ խնդիրներից է հարավային Կովկասից Ռուսաստանին մեկուսացնելը, եւ հակառակը Ռուսաստանի շահերից չի բխում արևմուտքի ներկայությունը տարածաշրջանում։ Միացյալ Նահանգների տեսանկյունից տեսեք, Միջանցքի ամբողջ իմաստը այն է, որ դա այնտեղ Ռուսաստանը մասնակցություն չունենա։ Եթե Ռուսաստանը այդտեղ մասնակցություն ունեցավ, ես չեմ կարծում, թե հնարավոր կլինի Թրիփը դարձնել միջին միջանցքի մաս։ Հայաստանի իշխանություններից ևս բացառեցին Ռուսաստանի ներկայությունը մի նախագծում, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Հարց է նաև ինչպես կարող է Ռուսաստանը ներգրավել մի նախագծում, որտեղ Հայաստանն ու Միացյալ Նահանգները իրենց համար համապատասխանաբար 26 և 74% մասնաբաժին են սահմանել։ Թրիփը ստեղծվել է Ռուսաստանը շրջանցելու համար, նախատեսում է կենտրոնական Ասիայից բեռների տեղափոխում Ադրբեջանի և Հայաստանի միջոցով Թուրքիային տեղել Եվրոպան եւ որը որ պետք է շրջանցի Ռուսաստանը։ Անցած տարվա նոյեմբերին Իրանի երկաթուղիների ղեկավար Ջաբար Ալի Զաքերին հայտնել էր, որ բանակցություններ են վարել Հայաստանի երկաթուղիների օպերատոր Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության ներկայացուցիչների հետ Նախիջևանով Իրանից Հայաստան որոշ բեռների մատակարարման համար։ Իրանի համար կարևոր է, որ
այնտեղ զորք չլինի արևմտյան։ Եթե դա աշխատելու է, կարևորը պիտի լինի Իրանի կասկածները փարատելը։ Հակառակ դեպքում այդ ծրագիրը պարզապես կարող է չաշխատել։ Անդիմադիր թևը համարում է, որ բացառիկ իրավունքները, որոնք ԱՄՆ-ն ստեղծել է իր համար TRIP նախագծում, հնարավորություն չի տալու Հայաստանի այլընտրանքային կոմունիկացիաների, մասնավորապես Իրանի հետ երկաթուղային կապի կառուցումը։ Հակելով Իրանի ճանապարհը դեպի հյուսիս-հարավ, այդ ճանապարհով Իրան-Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Իրան-Հայաստան, Վրաստան, Սևծով, Պոտին եւ Բաթու նավանգիստերով, Սևծով Եվրոմիություն։ Այս ճանապարհը փակելու շլագբաում է, երբ որ Ամերիկան պետք լինի բացի, երբ որ Ամերիկան պետք լինի փակի։ TRIP-ը դա է։ 2019-ին Հայաստանի կառավարությունը կասեցրել է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման չինական կողմի հետ մշակված նախագիծը։ Ի դեպ, Իրան-Հայաստան երկաթգծի երկայնությունն այդ նախագծով պետք է կազմեր 300 կիլոմետր, ներառելով 64 կամուրջներ, 15.5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, 60 թունելներ եւ 27 կայան։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է նոր ատոմակայան կառուցել։ Ռոսատոմ պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Լիխաչովը ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ պատմել է հայկական ԱԵԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքի մասին։ Բացի այդ, նա մանրամասն կանգ է առել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցի վրա։ Ռոսատոմ պետական կորպորացիան հայ գործընկերներին առաջարկում է համալիր գործակցություն, որը ներառում է մեծ միջին կամ փոքր հզորության կայանների կառուցում եւ հարակից նախագծերի իրականացում, այդ թվում ոչ միջուկային բնույթի։ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Զատուլինի Ադրբեջանում Հայաստանի քաղաքացիների դատապարտման վերաբերյալ արված հայտարարությունից հետո Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին կանչել են արտգործնախարարություն։ Նրան հանձնված բողոքի նոտայում նշվել է, որ Զատուլինը արդեն երկար ժամանակ է ինչ դեմ է արտահայտվում Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Բացահայտ աջակցում է անջատողականությանը եւ փորձում խեղաթյուրել խաղաղության եւ մարդկության դեմ գործությունների համար մեղավոր ճանաչված Հայաստանի քաղաքացիների նկատմամբ կայացրած դատարանի որոշումները։ Բաքուն հույս է հայտնել, որ Մոսկվան քայլեր կձեռնարկի դադարեցնելու Զատուլինի նման անձանց տարածաշրջանի խաղաղության ու կայունությանը, ինչպես նաև ադրբեջանա-ռուսական հարաբերություններին վնասող ապակառուցողական գործունեությունը։ Եվս մեկ բարեփոխում, որը վերաբերում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ Պաշտպանության նախարարության համակարգում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերուն սպայական պաշտոնի նշանակված զինծառայողների բնակապահովման հարցին։ Բարեփոխման մասին տեսանյութ է հրապարակել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարը նշել է, որ բնակարանը տրամադրվելու է սեփականության իրավունքով պայմանով, որ զինծառայողը նվազագույնը 20 տարի ծառայություն կանցնի նշված մարմիններում։ Կառավարության նախորդ նիստում ընդունվեց մի կարևոր որոշում, որի հիման վրա լավարկվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների բնակարանային ապահովման ծրագիրը։ Այն այլևս տրվելու է սեփականության իրավունքով, պայմանով, որ նրանք պետք է ծառայեն 20 տարի պարտադիր, ներառյալ ուսման տարիները, եւ բնակարանի չափը եւ գինը որոշվել է նույնպես կառավարության որոշմամբ, այն Երևան քաղաքում պետք է չգերազանցի 80 քառակուսի մետրը կամ դրա միջինացված շուկայական արժեքը, որը կազմում է 35 միլիոն դրամ, այսօրվա շուկայական միջինացված գներով, եւ նաեւ հնարավորություն է ընձեռվել, որպեսզի մեր շահառուները կարողանան գույք գնել նաեւ Երևանից դուրս, այսինքն միջինացված շուկայական գինը երևանյան բնակարանների չափով է, բայց կուրսանտը կարող է օրինակ որոշում ընդունել դիցուկ բնակարան գնել Հայաստանի մարզային քաղաքներից մեկում, որի արժեքը կարող է հասնել 35 միլիոն դրամի։ Սա շատ կարևոր է համարում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվող մեր կուրսանտների համար եւ նաեւ այն պատանիների համար, ովքեր դեռևս մասնագիտական կողմնորոշման առումով որոշում չեն ընդունել։ Ես խրախուսում եմ եւ ակնկալում եմ, որ դուք կարևոր որոշում կընդունեք եւ կդառնաք Հայաստանի Հանրապետության բանակի կարևոր մասը։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Հայաստանում իջև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր կարող է արգելվել օրենքով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրասյանի հայտարարությունը։
Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած նոր պատժամիջոցները ներառում են ռուսական նավթի ծովային փոխադրման լիակատար արգելք։ Թրամփի սկանդալային տեսանյութը ցնցել է Միացյալ Նահանգները։ Տարվա ամենասպասված զմերային գրական եւ մշակութային իրադարձությունը նշանավորվել է 4 գրքի շնորհանդեսով։ Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով Երևան-Վանաձոր ճանապարհին հսկայական խցանում է առաջացել։ Շարունակում ենք թողարկումը։ Իրանի բանակի գլխավոր հրամանատար Մուսավին հայտարարել է, որ Իրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն կամ պատերազմ պարտադրելու փորձ ոչ միայն կհանգեցնի Իսլամական Հանրապետության հակառակորդների անվերապահ եւ ռազմավարական պարտությանը, այլև կհանգեցնի պատերազմի եւ ճգնաժամի տարածմանը ողջ տարածաշրջանում։ Նրա խոսքով նման քայլերը ծանր եւ անդառնալի հետևանքներ կունենան ինչպես դրանց կազմակերպիչների, այնպես էլ հովանավորների համար։ Մուսավին ընդգծել է, որ Իրանը երբեք չի լինի պատերազմի նախաձեռնողը, սակայն չի երկմտնի պաշտպանել ազգային անվտանգությունը, կենսական շահերը եւ տարածքային ամբողջականությունը։ Իրանը կհարվածի ԱՄՆ ռազմաբազաներին Ալ Ջազիրա հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ըստ էության հաստատելով Մուսավիի հայտարարությունը։ Նա ասել է, որ Վաշինգտոնի կողմից ռազմական գործողությունների դիմելու դեպքում Իրանը հարվածներ կհասցնի Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։ Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր հրթիռային ծրագիրը ոչ ներկայում, ոչ էլ ապագայում, այն համարելով երկրի պաշտպանությանը վերաբերող հարց։ Այդ թեման դուրս է բանակցությունների օրակարգից։ Իրանը բացառում է հարստացված ուրանի արտահանումը երկրից։ Միջուկային ծրագրի այդ բաղադրիչը չի կարող լինել փոխզիջման առարկա։ Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, ապա երկրորդ փուլի հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ, սակայն թե Վաշինգտոնը, թե Թեհրանը պատրաստակամ են այն մոտ ապագայում անցկացնելու։ Իրանական կողմի հետ Օմանում կայացած բանակցություններից հետո Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 25%-ով բարձրացրել է Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների մաքսատուրքերը։ Որոշումը տարածվելու է ուղղակիորեն կամ անուղղակիորեն Իրանից ապրանքներ գնող ցանկացած երկրի վրա։ Սպիտակ տան պարզաբանմամբ քայլի նպատակը երրորդ երկրներին Իրանի հետ առևտրային կապերը պահպանելուց հետ պահելն է։ Խոսքը վերաբերում է հատկապես էներգետիկայի, մետալուրգիայի եւ նավթաքիմիական ոլորտներին, որոնք շարունակում են մնալ Իսլամական Հանրապետության կառավարության եկամտի հիմնական աղբյուրները։ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը 20-րդ փաթեթը ներկայացնելիս հայտնել է, որ այն ներառում է ռուսական նավթի ծովային փոխադրման լիակատար արգելք, ստվերային նավատորմի դեմ ընդլայնված պատժամիջոցներ եւ ֆինանսական ծառայությունների եւ առևտրի նկատմամբ միջոցառումներ։ Եվրամիության սև ցուցակում է հայտնվել եւս 43 նավ, որոնց ընդհանուր թիվը հասնում է 640-ի։ Եմեն նախատեսում է սահմանափակել տանկերների գնումը ստվերային նավատորմի համար եւ արգելել դրանց սպասարկումը, ինչպես նաեւ սառցահատների եւ հեղուկացված բնական գազի տանկերների սպասարկումը հեղուկացված բնական գազի ներմուծման գործող արգելքից բացի։ Պատժամիջոցները կազդեն նաեւ կրիպտոարժույթների հետ կապված 20 ռուսական տարածաշրջանային բանկերի, ընկերությունների եւ հարթակների, ինչպես նաեւ պատժամիջոցների ենթարկված ապրանքների անօրինական առևտրով զբաղվող մի շարք օտարերկրյա բանկերի վրա։ Այլ միջոցառումներից են ավելի քան 570 միլիոն եվրո արժողությամբ մետաղների, քիմիական նյութերի եւ կարևորագույն հանքանյութերի ներմուծման արգելքը, պայթուցիկ նյութերի արտահանման սահմանափակումները եւ ներմուծումը կրճատելու համար ամոնիակի քվոտաների ներդրումը։ ԱՄՆ պետդեպարտամենտը որոշում է կայացրել հավանություն տալ Ուկրաինայի կառավարությանը մոտ $185 միլիոն արժողությամբ պահեստամասերի եւ հարակից սարքավորումների հնարավոր վաճառքին։ Նշվում է, որ պահեստամասերն ուղղակիորեն կբարձրացնեն մարտական գործողությունների արդյունավետությունը եւ կմեծացնեն ընդհանուր գործառնական օգտակարությունը։ Նշյալ սարքավորումների վաճառքը չի փոխի ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում։ Միացյալ Նահանգներ առաջարկել է մեկ շաբաթ անց Մայամիում Կիևի եւ Մոսկվայի միջև բանակցությունների նոր փուլ սկսել։ Հայտարարելով այս մասին Ուկրաինայի նախագահ Զելենսկին նաեւ հավելել է, որ Կիևը համաձայնել է դրան։ Ամերիկացիները կողմերին առաջարկում են դադարեցնել պատերազմը մինչև այս ամառվա սկիզբը եւ հավանաբար ճնշում կգործադրեն կողմերի վրա, որպեսզի նրանք հավատարիմ մնան այդ ժամանակացույցին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախորդին հրապարակված տեսանյութը, որտեղ նախկին նախագահ Բարակ Օբաման եւ նրա կինը Միշել Օբաման պատկերված են որպես կապիկներ, ամերիկյան քաղաքական դաշտում կոշտ արձագանքի արժանացել։ Կոնգրեսում հանրապետական սենատորը միակ սևամորթ Թիմ Սքոթը կոչ է արել Թրամփին հեռացնել տեսանյութը սոցիալական հարթակից։ Նա հայտարարել է, որ տեսանյութը իր տեսած ամենառասիստական նյութերից է։ Դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը նույնպես քննադատել է Թրամփի նրան մեղադրելով ռասիզմի եւ անհանդուրժողականության մեջ։ Նրա խոսքով հանրապետականները պետք է հրապարակայնորեն դատապարտեն նախագահի հրապարակումը։ Նույն դիրքորոշումն են հայտնել նաեւ մի շարք դեմոկրատ կոնգրեսականներ եւ սենատորներ, Թրամփին ուղղակիորեն մեղադրելով ռասիզմի մեջ։ Արձագանքելով քննադատությանը Սպիտակ տունը հայտարարել է, որ խոսքը համացանցում շրջանառվող սատիրիկ տեսանյութի մասին է, որտեղ Թրամփը ներկայացվում է որպես ջունգլիների արքա, իսկ դեմոկրատները առյուծ արքա ֆիլմի կերպարների տեսքով։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը կոչ է արել կենտրոնանալ ամերիկյան հանրությանը հուսող օրակարգային հարցերի վրա։ Վերադառնանք մեր խնդիրներին, Կոմիտաս պարկի բնակիչներն են այսօր բողոքի ակցիա իրականացրել կառուցապատող ընկերությունից պահանջելով կատարել ստանձնած պարտավորությունները։ Նրանց տեղեկացման բնակարանները պետք է շահագործման հանձնված լինեն 2023 թվականի դեկտեմբերին, սակայն մինչև հիմա իրենք չունեն սեփականության վկայական։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար բնակիչները ստիպված սկսել են վերանորոգել իրենց բնակարանները, տեղափոխվել ապրելու, բայց գազ չունեն, որովհետև վճարումը պիտի անի կառուցապատողը, որը սակայն չի անում։ Եվ միշտ եղել են։ Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր կարող է արգելվել օրենքով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրասյանը կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով նախարարության 2026-ին նախատեսված միջոցառումները ներկայացնելիս հայտնել է, որ նպատակը երեխաների անվտանգության ապահովումն է։ Որտեղ ինչքան կարևոր է տեխնոլոգիաների օգտագործումը, այնքան էլ պետք է նրանց պաշտպանվածությունը ապահովենք եւ նրանց մեդիագրագիտություն սովորեցնելուն զուգահեռ պետք է նրանց նաեւ կիբեր տարածքում պահպանվածությունը եւ պաշտպանվածությունը բարձրացնենք։ Տարվա ամենասպասված ձմեռային գրական եւ մշակութային իրադարձությունը Երևանում Newmark Winter Fest 2026-ում տեղի ունեցել միանգամից 4 գրքի շնորհանդես, որոնցից մեկը մեր գործընկեր Մարիաննա Հակոբյանի անունները չփոխելու գիրքն է։ Վեպը լրագրողական հետաքննություն է, որը պատմում է 1999 թվականին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին, երբ հայտնի падգամավորը, նախարարը եւ սկսնակ լրագրողին առանձնացել են նույն բնակարանում, հետո տեղի ունեցել բռնաբարություն։ 4 գրքի շնորհանդես միաժամանակ մեկ վայրում տեղի ունեցավ Newmark Winter Fest 2026-ը տարվա ամենասպասված ձմեռային գրական եւ մշակութային իրադարձությունը։ Գրականության ու արվեստի ձմեռային այս տարվա փառատոնը նշանավորվեց Գոռ Կարապետյանի LinkedIn 101, Հերիխ Միխիթարյանի Իմ կյանքը միշտ կենտրոնում, Դավիթ Գևորգյանի Իմպեդանս եւ Ժամը լրատվականի մեր գործընկեր Մարիաննա Հակոբյանի անունները չփոխել գրքերի շնորհանդեսով։ Անունները չփոխել վեպը լրագրողական հետաքննություն է 1999-ին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի ունեցած դեպքը տարիներ անց դառնում է քրեական գործ, սակայն վաղեմության ժամկետը խառնում է բոլորի խաղաքարտերը։ Եւ սկսնակ լրագրողուհին առանձնանում են նույն բնակարանում, որտեղից են սկիզբ առնում ծանր մանկությունը, հետտրավմատիկ սթրեսը, անպատասխան հարցերը եւ ինչու է բռնաբարությունից ծնված աղջիկը մեծանում իրեն ուղեկցող մշտական կասկածների մեջ։ Գիրքս մի մեծ գաղտնիքի մասին է, որն ընտրել է գրքի կերպարանք, ոչ թե թաքնվելու համար, այլ խոսելու համար։ Եվ սա նաեւ գեղարվեստական գիրքը խոսելու ձև է։ Եվ դետեկտիվ թրիլեր ժանրն էլ հենց պատրվակ է այդ գաղտնիքների մասին էսթետիկորեն մատուցելու։ Newmark Winter Fest 2026-ի շրջանակում տեղի ունեցավ նաև շատերի կողմից սպասված տարվա գլխավոր սպորտային գիրք իրադարձությունը։ 2025 թվականին Իտալիայում լույս է տեսել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, միջազգային ճանաչման արժանացած Հենրիխ Միխիթարյանի հուշագրությունը Իմ կյանքը միշտ կենտրոնում վերնագրով։ Գրքի իտալերեն հրատարակությունից հետո Newmark հրատարակչությունն ու Միխիթարյան ընտանիքը միաժամանակ սկսել են հուշագրության հայերեն թարգմանության եւ հրատարակման աշխատանքները։
աշխատանքները։ Արդյունքում գիրքը առաջին անգամ հայ ընթերցողին ներկայացվեց հենց Winterfest-ի շրջանակում։ Գրքում վճռական մենակի հայ տղայի անցած ուղին է Երևանի Փյունիկից մինչև եվրոպական Grand ակումբներ։ Հենրիխ Միխիթարյանն առաջին անգամ անկեղծորեն պատմում է ազգային հավաքականի մարզաշապիկը կրելու պատասխանատվության, թիմի ավագի կապիտանի դերի, եվրոպական ֆուտբոլի կուլիսների եւ իր ընտանիքի մասին։ Իմ կյանքը միշտ կենտրոնում գիրքը ոչ միայն հաղթանակների, այլ նաեւ մաքարումների, խոստումների ու մարդ մնալու մասին է։ Հուշագրությունը Մխիթարյանը գրել է իտալացի գրող ֆուտբոլային կենսագիր Ալեքսանդրո Ալչատոյի հետ գործակցությամբ։ Իհարկե նրա որպես ֆուտբոլիստ անհատականությունը մենք բոլորս տեսել ենք այս տարիների ընթացքում ինչպես է զարգացել, ուր է հասել, բայց մենք այս գրքում կբացահայտենք Մխիթարյանին շատ էմոցիոնալ, հուզական, շատ զգացմունքային եւ անկեղծ տեսանկյունից, որը նա ինքը առաջին անգամ է բացահայտում։ Գիրքը հուզիչ պատմություն է, որդիական կարոտի եւ հոր Համլետ Մխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում եւ շարժիչ ուժ դարձել։ Սա նպատակասլացության, ինքն իրեն հավատարիմ մնալու եւ փոփոխություն բերելու պատրաստակամության պատմություն է։ Ճանապարհ, որը կոգեշնչի յուրաքանչյուրին, որ հավատում է տքնության, նվիրումի եւ երազանքի ուժին։ Գնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Մեքենաների վաճառք առանց կանխավճարի L-Drive-ի առաջատար ցուցասրահներում ներկայացված է չինական բարձրակարգ էլեկտրամոբիլների խնամքով ընտրված տեսականի։ Դրանք շուկայի ամենապահանջված բրենդներից են։ L-Drive-ը ընդլայնում է գործունեության շարավիղը եւ տարածման աշխարհագրությունը մշտապես պահում ուշադրության կենտրոնում։ Ոչ միայն վերանորոգված սրահ, այլև նոր մոտեցումներ, ստանդարտներ, ամենակարևորը էներգիա։ Անհատների, կորպորատիվ հաճախորդների, պետական ավտոպարկերի ու տարածաշրջանային դիլերների վստահությունը վայելող L-Drive էլեկտրական մեքենաների խանութ ցուցասրահը մայրաքաղաքի Դավիթ Բեկ 20 կոտորակ 7 հասցեում է։ Եկեք այնպես անենք, որ ոչ մեկ դատարկաձևը չգնա մեր սրահից։ L-Drive-ի առաջատար ցուցասրահներում ներկայացված են չինական բարձրակարգ էլեկտրամոբիլների խնամքով ընտրված տեսականի, շուկայի ամենապահանջված բրենդներից։ Հաճախորդը L-Drive-ից մեքենա գնելուց ստիպված չի լինում այլ տեղեր փնտրտուքների մեջ ընկնել սպասարկման մասով, պահեստամասերի մասով եւ պետք է նշեմ, որ L-Drive-ը չնայած Չինաստանի սահմանափակումների այս պահին ունի ծավալների տասնապատկում եւ մեծ ներկրման հոսք է սպասվում առաջիկա ամիսներին L-Drive-ում։ L-Drive Holding-ի տնօրենի խոսքերը տեղում հաստատում են նաև հենց իրենք հաճախորդները։ Եթե Հայաստանի միակ դետեկտիվ ընկերության հիմնադիրը ընտրել է ընկերության մեքենան գնել L-Drive-ից, ինձ թվում է դրանից ավել ոչինչ պետք չի։ L-Drive-ը համագործակցում է նաև բանկերի հետ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչները եւս փաստում են, փոխգործակցությունը ստացված է։ Մենք ունենք գործընկեր, որը կարողանում է սպային մեր հաճախորդների համար ապահովել նոր որակյալ էլեկտրոմեքենաներ, իսկ Էվոկաբանկը մեծ նշանակություն է տալիս կանաչ վարկավորմանը։ Անցած 2025 թվականին L-Drive-ը ապահովեց իր ներկայությունը հարևան Վրաստանում, նաև Ղազախստանում, Ղրղզստանում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս տարի եւս տարածման աշխարհագրությունը կպահեն ուշադրության կենտրոնում։ Առաջիկայում 2026 թվականին կա պլաններում տարածվել դեպի ԱՄՆ եւ Կանադա։ Մասշտաբայնության վրա է մեծ բավականին շեշտ դրված, բայց միանշանակ որակյալ ներկայության մասին է խոսքը։ L-Drive-ում իդեպ մեքենաների վաճառքը առանց կանխավճարների է, երաշխիքային սպասարկումը գերժամանակակից սարքավորումներով 3 տարվա ընթացքում։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրերից միջև Քուչակ տանող 18 կիլոմետրանոց ճանապարհահատվածում մերկասառույցի պատճառով այսօր Երևան-Վանաձոր ավտոճանապարհին հսկայական խցանում է առաջացել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ ճանապարհը սպասարկող ճանշինային մաքրելու աղու ավազի խառնուրդով մշակելու համար համապատասխան աշխատանքներ չի իրականացրել, ինչն էլ առաջացրել է վարորդների զայրույթը։ Փրկարարների եւ պարեկների համատեղ աշխատանքի արդյունքում օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի եւ 170 քաղաքացու։ Խցանումը վերաբացվել է, երթևեկությունն էլ վերականգնվել է, ավելի ուշ պարզվել է, որ մի քանի կիլոմետրի հասնող խցանման մեջ հայտնվածների մեջ են եղել նաեւ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ գործարար Սամվել Ալեքսանյանը։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար ցտեսություն։